Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պահել ոչ միայն հանրության, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական եւ կադրային որոշումների տրամաբանությունը։ Ժողովրդի իշխանական աղբյուրների փոխանցմամբ մի շարք նշանակումներ եւ վերադասավորումներ իրականացվում են արագ եւ հաճախ առանց նախնական լայն քննարկումների, ինչն էլ թիմի ներսում առաջացնում է անորոշություն ու զարմանք։ Վերջին ամիսներին նման քննարկումների առիթ են դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արայիկ Հարությունյանի վարչապետի աշխատակազմից խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև այլ կադրային փոփոխություններ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով հերթական անակնկալը կապված է Արարատ ցեմենտ գործարանի ժամանակավոր կառավարման հետ։ Մինչ այս իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր համարվում, որ գործարանի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ըստ նույն աղբյուրների նա արդեն պատրաստվում էր նոր պաշտոնին, հավաքել էր իրերը նախարարությունում եւ սպասում էր տեղափոխմանը։ Սակայն կառավարության երեկվա նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը նիստից հետո էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ Արարատ ցեմենտի ժամանակավոր կառավարիչը լինելու է ոչ թե փոխնախարար Զաքարյանը, այլ վարչապետի օգնական Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Այս որոշումն անակնկալի է բերել թե նախարարության աշխատակիցներին, թե գործարանի հետ կապված գործընթացներում ներգրավված պաշտոնյաներին։ Արդյունքում Զաքարյանը մնացել է նախկին կարգավիճակում, իսկ արդեն սկսված տեղափոխության գործընթացը փաստացի դադարեցվել է։ Իշխանական կուլիսներում այս փոփոխությունը դիտարկվում է որպես ևս մեկ ազդակ, որ Փաշինյանը շարունակում է անձամբ եւ հաճախ վերջին պահին վերաձևավորել իր թիմի ներսում ազդեցության եւ պատասխանատվության բաշխումը։